Ողջույն սիրելի ընկերներ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Քանի որ ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով ձեզ հետ միասին կիսվում եմ եւ ներկայացնում եմ այն վայրերը, որտեղ գտնվում եմ եւ վերջին շրջանում ցավոք սրտի մի փոքր пассивություն եմ ցուցաբերում ծանրաբեռնվածության պատճառով, բայց այս տարի որոշել եմ ել ավելի շատ ներկայացնել այցելությունները եւ անգամ փորձում սովորել արդեն փոքր ռիլ ֆորմատներով ներկայացնելը, որը ավելի հիմա թրենդային է։ Այսօր գտնվում եմ Քասախ վարչական շրջանում եւ ովքեր իմ ընկերներն են, բոլորդ էլ գիտեք, որ մենք ընկերություն ենք անում, բարեկամություն ենք անում արդեն մի քանի տարի է։ Քասախ համայնքի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանի, նրա տիկնոջ Լիլիթի եւ ընտանիքի հետ։ Հետևաբար, եթե ոչ ես, ապա էլ ով կարող է նրա մասին խոսել, անկեղծանալ եւ այսօր, քանի որ եկել էինք Քասախ, որոշեցի այսպիսի տարբերվող ուղիղ եթեր անեմ, ավելի ուշ նաեւ կգնամ, կգտնեմ նրանց, Արտակին եւ Լիլիթին, եւ մի քանի հարցեր ունեմ, որոնք որ իմ գրառումներից մեկի տակ կարծեմ մեր Facebook-յան ընկերներն էին գրառում հարցադրում կատարել, բայց դրան դեռ կանդրադառնամ։ Պարզապես, երբ որ ես շրջում եմ գյուղերով եւ երբեմն խոսում եմ գյուղերի զարգացման կարեւորության մասին եւ հատկապես երբ որ խոսում եմ հեռավոր գյուղերի մասին եւ ասում եմ հեռավոր գյուղերը երկրի հենքն ու զարգացման հենքն ու հիմքն են, բայց Քասախը եւ առհասարակ Երևանին մոտ համայնքները, Կոտայք, Արարատ, Արմավիր, որոնք որ ավելի արվարձան մարզեր են, այդքան էլ ինձ իրավունք չեն վերապահում շատ այցելել եւ նաեւ ժամանակի առումով ծրագրեր իրականացնել, իսկ Քասախի հետ շփումը պարզապես եղավ Արտակի ընտանիքի հետ բարեկամանալուց հետո, բայց ինչու եմ ես այստեղից սկսում իմ ուղիղ եթերը եւ պետք է շրջեմ, որպեսզի դուք տեսնեք։ Քասախ վարչական շրջանը, քանի որ Երևանին շատ կից տարածք է համարվում, կարող եմ ասել, երբ որ Արտակը ժառանգել է, ժառանգություն է ստացել այս համայնքի ղեկավարությունը, ծառայությունը, ողջ համայնքը եւ համայնքապատկան տարածքները եղել են այսպիսին։ Երբ որ ես առաջին անգամ այս շենքը տեսա, շատ ցավ ապրեցի, որովհետեւ Երևանին մոտ ու Քասախ համայնք ու այսքան հրաշալի տարածք եւ այս վիճակում շատ ցավալի է, ես պատկերացրեցի, որ սա կարող է վերածվել մի մշակութային հրաշալի կենտրոնի, ինչու սկսեցի իմ ուղիղ եթերը հենց այս տարածքից, որովհետև Արտակը որպես համայնքի ղեկավար նաև շատ բաց է եւ համագործակցությունների համար եւ յուրաքանչյուր ծրագրի ուրախ է եւ երբ որ ասում եմ մարդն է ռեսուրսը եւ իրական ով գյուղը կամ զարգացնում է կամ ոչ, կամ ցանկանում է կամ ոչ, կամ ընկալում է համայնքը որպես իր տուն, կամ չի ընկալում, իրեն ընկալում է ժամանակավոր եւ ինձ համար Քասախ համայնքն էլ էր բացահայտում, որովհետև Քասախ համայնքի մասին միայն շատ վատ բաներ էի լսել, որպես Երևանին մոտ համայնք եւ իրականում ոչ մի ժողովրդավար ոչինչ չէր արվում, բայց փոխարենը, քանի որ Երևանին կից է, միգուցե փակագծեր են բացում նաեւ, բայց Երևանին մոտ լինելով այս հատվածում դե Վահագնի թաղամաս, Կարմիր խաչի հատվածը եւ այլն, Քասախի տարածքի հողերն էլ նույնպես, քանի որ բավականին թանկարժեք են, այստեղ միայն մարդիկ կարողացել են իրենց զգալով ժամանակավոր միգուցե պարզապես կայանալ իրենք, այսպես ասեմ, որ սխալ չխոսեմ, բայց հիմա ուզում եմ ներկայացնեմ այն, ինչ ես ինքս տեսել եմ համայնքում, սա Քասախ համայնքի այս հուշահամալիրի տարածքն է, որտեղ նաև մենք եղել ենք համերգի, անգամ հողն է բերվել, լցվել եւ տեսեք տույաները, ես տեսել եմ ամբողջ ամառ ինչպես են նրանք ջրել, անգամ երբ որ ջրերը կտրում էին, ամեն ինչ անում էին, որ հանկարծ որևէ մի ծառ չչորանա։ Սա սերն է համայնքի հանդեպ։
Սա այն է, որ մարդը համայնքը, երբ որ վարչական ղեկավար է, համայնքը ընկալում է որպես իր տուն եւ իր տնից, իր դարպասից դուրս է տեսնում հայրենիքը, տունը, հետեւաբար այսպիսի գեղեցիկ զբոս այգի են կառուցել, այս ինչքանը որ ես եմ հիշում, միջոցառումների շարք են արել շատ, բայց ես էսա իրանց կգտնեմ ու արտակը Լիլիթը մշակույթը իրենք կպատմեն, կներկայացնեն, առիթը օգտագործում եմ, որովհետև ամեն մի գյուղի ուղիղ եթերից հետո առանձին հղումները պահում եմ եւ այս տարի նշելու եմ, թե քանի գյուղ այցելեցի հենց տարի սկզբից։ Տեսեք, կարծես թե քաղաքային զբոսայգի լինի եւ եթե օրինակ տեսեք շենքներ հեռվից ցույց տամ, ինչ որ ներդրող լինի եւ գան այստեղ որևէ կենտրոն կառուցեն, ես պատկերացրեցի, որ անգամ կինո սրահ կարող է այնտեղ լինել, ֆուդ կորտ, ժամանցի վայր, ամեն ինչ կարելի է մտածել։ Եվ այսպիսի գեղեցիկ այգի քաղաքում կարելի է հանդիպել ու երբ որ մենք ասում ենք գյուղ, չգիտես ինչու, գյուղը չպետք է այսպես սալիկապատված լինի, գյուղը չպետք է գեղեցիկ այգի կամ զբոսայգի ունենա կամ երեխաների համար ժամանցի վայր, բայց մենք կամաց հենց նաև այս օրինակը վերցնելով պետք է գնանք դեպի ավելի ժամանակակից հայ գյուղ եւ ինչու պետք է զիջեն եվրոպական գյուղերը մեր գյուղերին իրենց գեղեցկությամբ եւ թե ժամանցի վայրերով նաև փորձում եմ մոտենամ դեպի խաղահրապարակ, որտեղ մենք նույնպես Քասախի 60-ամյակին երբ որ եկել էինք, այնտեղ բավականին հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք Քասախ համայնքի երեխաների համար ամբողջությամբ հագեցած խաղահրապարակ։ Տեսնեմ այստեղից հեռվից կլինի, թե մոտենամ եւ տարածքում նայում եմ ենթակառուցվածքների մասին, ասֆալտապատում, կոյուղաջրերի հեռացում, ոռոգման եւ խմելու ջրերի հարցի կարգավորում, հիմա արտակ ավելի մանրամասն երևի կասի, բայց արվել է այնքան բան, որքան որ նախորդ 30 տարիների ընթացքում չի արվել, արտակը եւ իր թիմը, բնականաբար առանց թիմի եւ առանց պետության աջակցության, կառավարության եւ համայնքի եւ իհարկե ժողովրդի չէր արվի, բայց տեսեք, էս էլ այգին, էս ինչու եմ այսքան Քասախ համայնքի գովքը անում, որովհետեւ ամսի 15-ին այստեղ գեղեցիկ միջոցառում է պլանավորվում եւ հիմա ավելի արդիական է, այսպես շրջեմ տեսախցիկս, երբ որ մարդիկ ներկայացնում են հենց ուղիղ եթերով համայնքային միջոցառումները եւ հիմա Լիլիթին ու Արտակին որ գտնեմ, հուսամ կգտնեմ տարածքում նրանք կպատմեն միջոցառման մասին եւ այսօրվա այս իմ ներկայացումը Քասախի մասին պատմելը այնքան ինչքան ես եմ պատկերացրել, տեսել եւ զգացել, ուզում եմ ձեր մոտ ցանկություն առաջացնի գալ տեսնել Քասախը մոտիկից, իդեպ 2 տարի շարունակ մենք մասնակցել ենք այստեղ Վարդավառին եւ իմ կյանքի իմ մասնակցած ամենահետաքրքիր Վարդավառի տոնն էր, որովհետև ես այդպիսի համայնքային միջոցառում չէի տեսել։ Ահա, ես ճիշտ եմ եկել։ Բարև ձեզ։ Այս գյուղապետարանի շենքն է, թե մշակույթի տունն է։ Ինչքան է մշակույթի նման։ Լիլիթ, մինչև արտակին հասնելը խնդրելու եմ 2 բառով մշակութային միջոցառման մասին, որովհետև ես ասեցի, որ իմ գալու նպատակը հենց միջոցառման մասին պատմելն է եւ հրավիրելը։ Ինչ ենք անելու 15-ին։ 15-ին օրենքներն ենք դիագնոզ խաղացի տոնը, այստեղ մեր հրապարակում կենտրոնով արել ենք մեծ հարույք,
Ժամ 4:30 երեկոյան 4:30 սկսելու ենք այդպես մոտ մի ժամ 2 ժամ լինելու է մեր համերգը պարով, երգով, ուտեստներով այդպես գեղեցիկ հիմնականում փորձում ենք գյուղին համախմբել, ժողովրդին համախմբել, որպեսզի լինի միասնական, ունենանք այդ միասնականությունը, ոչ թե ամեն մեկս գնանք մեր տանը մեր հավենք, այլ այս գյուղը դառնա մեկ ընտանիք ու այդ նույն կրակի շուրջը դեպի լույս առաստված, պտտվենք այդ կրակի շուրջը ու համախմբենք, դառնանք մեկ ազգ, երաժշտություն լինելու է։ Ահա, երաժշտություններ է լինելու։ Բոլորին բաժանել ենք խաշկինակներ, գոտիներ, անակնկալներ են լինելու, խաղեր են լինելու, կազմակերպված, իհարկե հետ նաև մեկներ, մեր բարի ուսուցիչներն են կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու։ Մենք ով եք անելու, դուք ով եք անելու։ Միանշանակ, շնորհակալ եմ շատ, բա որտեղ գտնեմ պարոն Թովմասյանին։ Էս ինչ սիրուն տեղ էր, բայց շատ սիրեցի։ Ժամանակին ճամբար են կազմակերպել, դասապատրաստում են իրականացրել։ Առաջին անգամ եմ ուրախ գյուղապետարանի շենք տեսնում, ինձ թվում է միշտ պետք է այդտեղ պաշտոնական մռայլ։ Հիմա մշակութային միջոցառումներ եք ստեղան։ Շատ շնորհակալ եմ, գնամ գտնեմ պարոն Թովմասյանին։ Երկրորդ հալ։ Դուր, աջ, ձախ։ Միայն ես կարող եմ գալ եւ զգալ ինձ ինչպես մեր տանը, որովհետեւ յուրաքանչյուր գյուղում ես ինձ իմ տանն եմ զգում եւ դրա համար առանձնացված կամ առանձին ընտրված գյուղ չունեմ եւ միշտ ասում եմ իմն են բոլոր գյուղերը։ Հիմա գտնենք ընդունարան, ինչ գեղեցիկ կոկիկ դրոշը։ Էսա երևի, էս չի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես գիտեի, որ այս հենց արձագանք լինելու, դրա համար, գրկեմ, անակնկալ է, բայց նստի։ Հա, այդ կաշվե աթոռները հետ չեմ սիրում, բայց ոչինչ նստի։ Արտակ ջան, քանի որ մենք Լիլիթի հետ էինք պայմանավորվել ճիշտն ասած, որ միջոցառումը պետքա լուսաբանենք եւ ես հիմա ուղիղ եթերում եմ, քանի որ եւ դու եւ արդեն բոլորը գիտեն, որ ես ոչ մեկից գաղտնիքներ չունեմ, հատկապես մեր Facebook-ից են по секрету всему свету։ Մենք հրավիրեցինք ամսի 15-ի միջոցառմանը, որը կազմակերպվում է համայնքում, բայց առիթը օգտագործելով եւ Քասախ համայնքով շրջելով, համայնքի մասին պատմելով, եկա նաեւ մի քանի հարց քեզ տալու, որովհետեւ տարբերվող համայնքի ղեկավար, բացի այն, որ իմ ընկերն ես, իմ ընտանիքի ընկերն ես, այդ ինչից է, որ մենք նաեւ նույն ուղղությամբ ենք քայլում եւ գաղափարակից ենք մենք մեզ պատասխանատու ենք համարում, որ երկրի շենացման հիմքը ամենքիս ընտանիքն է։ Վերջերս տեսել եմ, որ Լիլիթը տարածքում հավաքում էր աղբը, սկսեմ այդտեղից իմ ցավոտ թեմաներից։ Մշակույթ է արդյոք դա ձեզ մոտ, թե դուք եք դեռ հավաքում, թե երկար հարցեր։ Սկսեմ հարցի պատասխանից։ Լիլիթի տեսանյութը, որ գցել էր այդ նորություն չի, Լիլիթը շատ վաղուց այդ մտածել, ինքը արդեն ոնց որ ուզում է համապետական լինի այդ ծրագիրը, կոչվում է մակրոպատում, մեքենայի մեջ ինքը պարկեր, տոպրակներ, ձեռնոցներ միշտ ունեն մենք ու ուր էլ Հայաստանում շրջենք, այդ արդեն մեր մոտ ավանդույթ է դարձել։
աղբը հավաքելը ու այդ ավելի շատ մեր հանրության, մեր լայն շերտերի ներկայացնելը, որտեղ երկիր սիրելը մենք վստահ ենք, որ սկսում է այդտեղից համայնքը, գյուղը, չգիտեմ, մեր պետությունը մատուկ պահելուց ու խնամելուց։ Իսկ համայնքի ժողովուրդը, ես ինձ ինտրիգային հարցեր եմ տալու, հետո վրեժ չջղայնանաս, ժողովուրդը պատրաստակամ է արդյոք կամ պատրաստ է ավելի շատ այդ փոփոխություններին, որովհետև ինչքան էլ մենք խոսանք, Facebook-ից դուրս իրականությունը մի քիչ այլ է, այսինքն կենացային կամ պաթոսային հայրենասիրությունը համայնքի պատկերի հետ միշտ չի որ համընկնում է, դե ես գյուղերում շատ եմ հանդիպում, ոչ միայն գյուղերում, նաև քաղաքում, բայց գյուղերում ավելի շատ, օրինակ ծխել ծխուկը դեն նետելը, դու ծխում ես, չեմ հիշում։ Ծխում եմ, բայց չեմ նետել։ Ահա։ Եվ նաև համայնքը, այսինքն պատրաստ է արդյոք ձեզ հետ միասին աղբ հավաքել, թե դա դուք ձեր վրա եք վերցնում որպես առաքելություն։ Պատկերացրեք, Ստելա ջան, ես մասին շատ ենք խոսել, խնդրեմ։ Պատրաստ են, ուղղակի պետք է սկսենք մեզանից։ Ուրիշին մեղադրելը մնացածի, ասենք, բնակ վրա բախտելը, այդ շատ հեշտ է, այդ ամեն ինչը մենք մեզանից պետք է սկսենք, հենց այդ երկիր սերելու խնդիրն է, մանկության մասին է։ Ես քանի որ աղբանությունից խոսեցինք, այսինքն այդ աղբից արդեն 10 օր է մեր բնակիչները շատ վաղուսվանից սպասում էին, շատ լավ առաջընթաց ունենք, մեր մոտ աղբամանները տեղադրվել, որ երբեք չի եղել, ու ես ուզում եմ անդրադառնալ, այսօր երիտասարդ էի, 80-ականների վերջերին, մեր համայնքում աղբանությունը կատարվում էր Բելարուս տրակտորով և լաֆետով և դրանից հետո 91 թվականից անկախ Հայաստանը ձևավորվելուց, ես 21 թվականից եմ վարչական ղեկավար, ես եկել եմ համայնք ու եղել է այդ Բելարուս տրակտորը և իր լաֆետը, ուղղակի մի տարբերությամբ այն ժամանակ հասավ ոնց էր կոչվում սովխոզը իր սեփականություն էր, բայց ի տարբերություն դրա Կասախ համայնքի տրակտորը վարձակալած է։ Պարկասու հիմա դրված է արդեն։ Ես տեսա ուզում էի էլի հարցնեի, ասեի ոնց որ քաղաք լիներ այդ այգու պահը։ Ամբողջ մեր համայնքի համար։ Նաև Պանթեոնի տարածքը ճիշտ հասկացա, հողը լցնովի էր, բերովի էր, ճիշտ եմ նկատել, սևահող էր, որովհետև զբոսայգի և հուշարձանը այդ բայց ուզում եմ շարունակության մասը կիսած չնեմ, այդ ամեն ինչը իրականացել է երկի մեր կառավարության ջանքերի շնորհիվ, ճիշտ քաղաքականության շնորհիվ, իսկ զբոսայգու հողը մենք բերել ենք։ Հասկացի, որ ուտելու հողեր ընտիր։ Նորմալ։ Շատ գեղեցիկ էր եւ օրինակ գյուղի համար մի քիչ խորտ չի, մարդկանց համար էլ որ գյուղը պետքա գյուղի նման լինի եւ ես ամեն անգամ ստեղ գալով մի նոր բան եմ տեսնում։ Սկսած մշակույթից, օրինակ 60-ամյակին եկանք դրանից առաջ էլ միջոցառումների ենք մասնակցել եւ Վարդավառը եւ այլն հերթով չթվեմ, բայց խորտ չի արդյոք գյուղի համար, ոնց որ աղբ չթափելը, այնպես էլ մշակույթը։ Պատրաստ են արդյոք իրանք գյուղաբնակները կամ գյուղի բնակիչները դառնալ մի մասնիկը հենց այդ միջոցառմանը։ Միանշանակ ցանկացած քաղաքացի մեր մշակույթներում ուղղակի հարթակ պետք է ստեղծես, որ մարդը կարողանա ինքնաբացակայել, որդ կա, չգիտեմ, միջավայր է էլի համապատասխան, Պարկասում մեր մոտ այդ ստացվել է։ Հա, ես 60-ամյակին այդ նկատեցի, ինչքան մարդեր եկել ու երևի հիմնականում գյուղի ժողովուրդն է։ Մշակութային միջոցառումների շարքը։ Իսկ դա ոնց էր որոշվել, եթե կարելի։ Եթե հարցերը շատ լինի, կասես ստոպ քո գնալու ժամանակն է, ուղղակի քանի եկել եմ սենց։ Շնորհակալ եմ։ Ահա։ Այ գյուղի դեսպանը Ստելա ջան, սիրով ես կպատասխանեմ։ 60-ամյակի հետ կապված, օրինակ չէի տեսել ուրիշ համայնքում նմանատիպ միջոցառում։ Դա միջոցառումների շարք է, թե դուք եք ստեղ որոշել։ Որոշել ենք, այդ նախաձեռնությունը իմն է, ու հավաքեցինք թե գյուղի մեծ մարդկանց, ովքեր ավանդում են գյուղի զարգացման տարիքով մարդկանց, մշակութային կրթական օջախների ղեկավարների, այդ միտված է գաղափարը, իհարկե արժևորել է պետք է մեր անցյալը, մեր մատաղ սերնդին ներկայացնել, որ ինչպես է ստեղծվել, այդ
նվեր չի էս ամեն ինչ եղել էս մեր 60 տարվա ընդհանրապես պատմություն է 65 թվականին Քասախ ապարանում ջրամբարը կառուցել են, Քասախ Զորունին տեղափոխվել են երկու մեր յուղես արդեն 61-րդ տարին ապրում, այս ամեն ինչը որ տեսնում եք, ստեղծվել է այդ գյուղացու քրտինքի աշխատանքի արդյունքում, որոնք մենք փորձեցինք այդ միջոցառումների շրջանակներում ներկայացնել մեր սերունդներին, ու այդ մեր մոտ լավ ստացվեց։ Տոտալ կառավարում է եղել, ես չեմ ուզում Քասախին ասեմ, կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում, ու մենք փորձում ենք մեր այնպես մանկուցը կոնկրետ մշակույթից խոսեցինք, որ մարդիկ կարողանան ինքնադրսևորվել, կայանալ, չգիտեմ, ես այդ պորտկում եմ ուզում ասում Քասախում 25 թվականում պորտկում եղավ, ու այդ առիթը մեր մշակութային միջոցառումների շարքն է սիրելիս դել։ Շնորհակալ եմ եւ ելի եմ հարցեր տալու մի քանի հատ ուզում եմ հարցնեմ նաեւ հա բա եկել հասել եմ ստեղ ես ժամանակի հիվանդագին կառավարում ունեմ ճշգրիտ կառավարում time management երկարել ճանապարհ ենք եկել, ճիշտ է ուրիշ գործով ենք եկել, բայց համատեղեցինք։ Հարցս հետեւյալն է, օրինակ ես էլ ինքս Խարբերդ համայնքում եմ բնակվում, Երևանին գից համայնքա Շենգավիթ համայնք ենք մենք, բայց մինչև այսօր օրինակ գազի խնդիր ունենք մեկ, գազ չունենք, միշտ չենք ունեցել, այս տարի երևի կունենանք։ Եվ ասֆալտապատումը ես տեսա, որ այստեղ այս մի քանի տարվա մեջ ինչքան հետևել եմ, տեսել եմ, որ աշխատանքներ են տարվում։ Դա ինչպես է արվում եւ ինչու չի արվել նախկինում, ես չեմ ուզում քաղաքական նոտա, ուղղակի ես տենց եմ մեկնաբանել դրսում էր, որ 30 տարի չարած գործ, հետ սովետական ասենք, էլի ոչ թե ներկա կամ նախկին, հետ սովետից հետոյի 3-4 տարվա մեջ այստեղ արվել է այնքան գործ, ինչքան չի արվել նախորդ այդ 30 տարում։ Ինչն է պատճառը, մարդուց է, սերն է համայնքի հանդեպ, թե ինչ եւ ինչ գործեր արվել։ Ես հիշում եմ, որ ջուր, ոռոգման ջուր, ջրագծեր, տենց բաներ եմ հիշում։ Նախ սկսեմ նրանից, ինչու չի արվել, մի պատասխան ունեմ դրան, որտեղ չեմ ուզեցել, որ մենք պետություն դառնանք, որտեղ այն ռեսուրսը, որ նայում ինչ ռեսուրսներ ենք ունեցել ու որտեղ վատնվել, դրան չեմ ուզում անդրադառնալ, ուզում եմ անդրադառնալ ինչը որ մենք ենք արել, 60 տարեկանից ենթակառուցվածքները բոլորը արդեն մաշված, հնեցած, կոյուղագծեր, խմելու ու հիմնարար ոչինչ արկոս չէր, ճիշտ է, ասենք չեմ ուզում ուրանալու խնդիրը չի, մանկապարտեզը եւ արվեստի դպրոցը մշակույթի տունը գործել են, հիմա այդ գործում են, 9 խմբանոց մանկապարտեզ ունենք մոտ 300 երեխա, 500 երեխայից ավել հաճախում են մեր մշակույթի տուն, տարբեր երաշտական մի խոսքով, այդ ժամանականից ժառանգել են, բայց ժառանգել են քայքայված տնտեսություն ու ի պատիվ մեր կառավարության, մենք բոլոր ենթակառուցվածքները զրոյից նոր են կառուցում, այդ կոյուղ խմելու ջրի ոռոգման, բազմաբնակարանի տանիքներ, գազաֆիկացում, ցերեկային լուսավորություն, սպորտային կարևոր նախաձեռնություն ունենք, որ ըստարել, որ այս տարի դրանք իրականացնելու ենք, այդ Քասախի մարզադաշտի խնդիրն է եւ Քասախի մարզադպրոցը, մարզադաշտը աշնանը սուբվենցիոն ծրագիրը կառավարությունը հաստատել է, մի քանի փոքր նյուանսներ կա, այդ կարծում եմ տարիք իրականացնենք, վստահ եմ։ Ես սպորտ ասեցի, հիշեցի Պսիմե Խուրշուդյանի միջոցառում ստեղ կազմակերպեցիք կարծեմ։ 4 միջոցառում ենք արել, մասշտաբային անենք, Խուրշուդյանը մեր ոչ թե Քասախինն է, ամբողջ Հայաստանի Հանրապետության արժեքներից է, ու 23-ին մայիսին մենք ինքը երկար տարիների դադարից հետո վերադարձավ եւ Հայաստանի Հանրապետության սրտում Երևանում մարզամերկային համալիրում Ռուսինեն բրոնզե մեդալ բերեց ու մեծարման ցերեկույթ կազմակերպեցինք, հիանալի անցավ, դրանից հետո մեր բարձանք սանեկան հաջորդ հարցս ինքն էր հենց Ստելլա ջան եղել է սա ճիշտ Վագին նվիրված միջոցառում էր շատ կարևոր պետական միջոցառում էր
Շատ յուրահատուկ միջոցառումներ, իմ տեսած մի ծրագրով էլ դուք եք եղել ու անակնկալ կրթվել նորարարել ծրագրով պետք է այցելեին Տիկինը ու անակնկալ մեզ այցելել է նաև Հանրապետության վարչապետը, ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետության գյուղերից առաջինը այցելել է անակնկալ Քասախ, որի համար իհարկե շնորհակալ եմ ու մեզ պարտիվ է։ 60-ամյակներ ասարելի հետևում չէր, ասիկան շատ չենք անցել, 60-ամյակ անցած տարից նոյեմբերի 2-ին եզրափակել են գալա համերգով ու 10 միջոցառում եղել 2 ամսվա ընթացքում ամբողջ Քասախը, որ շատ դժվար է շնչում, հասկանում եք 30 տարի, 70 տարի խորհրդային պետություն, 30 տարի, այսինքն 100 տարի մարդկանց սեղմած են պահել, հիմա փառկասումների գյուղագնումը, համախմբման, շնչումը, հետաքրքիր կամ միջոցառման մասին, որ ասացիք ամսի 15-ին, այսինքն մենք հենց սկզբից այդ լուսաբանելով եկանք, որ ստորին օղակի պաշտոնյա պետական իմ համար ավելի լավ է երևում, տակից նայել, շատ լավ է երևում, ու ես նայում եմ, ուզում եք 1 միլիարդի ներդրում անենք, ժողովրդին երջանկությունը պետք ու մենք այդ հասկացել ենք այդ բանաձևը մեր մոտ ստասում վարդևարին եղել եք, մենք 4 տարի արել ենք, այս տարի 5-րդն ենք անելու, ամեն տարի նոր ֆորմատով ավելի հենց ներքևից ասելով եկա, որ իմ տեսած լավագույն վարդավառներ, որովհետև այդ փրփուրները շատ իրական էր, շատ տարբեր մարզերից տեղերը սահմանափակված շատ հետաքրքիր ճիշտ է Այսինքն մեր այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն առաջին մենք պետք է հենց անենք, որ երջանկություն պարտենք։ Ես այդ երջանկությունը տեսակ, երբ որ եկել էի դպրոցի մեկ այլ միջոցառմանը, որտեղ բակում նկարներն էր փակցված, օրինակ Պողոսի, Պետրոսի երիտասարդ ժամանակվա եւ այո, 60-ամյակի շրջանակում այդ միջոցառումը, երբ որ դպրոցում ֆիլմի դիտում կար, դուք այդ ժամանակ ծառ էիք տնկում, այնտեղ չեք տեսել, ես նայում էի ու հենց հայացքներ էի ֆիքսում, պապիկներ, տատիկներ գալիս էին ու սենց ոնց որ կողքից կինո լիներ դոկումենտալ, ասում էր, «Էս ի՞նչն է, այն վերևի թաղից, էս ինչ գործողություն, էս ինչի ավտոյի մոտ է» ու բուրըն քննարկում էր այդ ամեն ինչի մեջ, այդ նկարների հատվածը, այդ ասած էմոցիան, որտեղ գյուղում այո ուզում ես $1 միլիոն ներդրում արա, եթե չկա սեր, չկա նվիրում, հույզ, մնացած ամեն ինչը լինելու է քարից, ոնց որ շինարարություն, բայց էլի մի ինտրիգային հարց, քանի որ ես ինքս լինելով եւ 18 թվից հեղափոխության կրող եւ առհասարակ միշտ էլ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող որպես իմ սեփական տուն, բայց կուսակցություն բառը չեմ հասկացել, չեմ ընկալել ու դա ինձ թվում է նորմալ է, մարդկա կարող է գյուղատնտեսությունից չհասկանա, գյուղական զբոսաշրջությունից, դա էլ իմ ոլորտը չի, ասենք քաղաքականությունը, բայց քանի որ միշտ հանդիպում եմ այդ բախումներին, այսինքն երկու կողմի եւ ես միշտ ինչ որ հայտնվում եմ կիզակետում, մեկ էս կողմից, մեկ այն կողմից, արդյոք դա չի խանգարում կամ համայնքում կամ միջավայրում շփմանը, եթե օրինակ մարդը այլ քաղաքական կամ կրոնական հայացք ունի, այսպես ասեմ, ինքը չի խանգարում այդ համերաշխությանը, այդ 60-ամյակի կազմակերպմանը, միասնական լինելուն։ Պատկերացրեք, որ գյուղում այդ անհրաժեշտ չի։ Տեսեք, որպես քաղաքական դեմք, այսինքն ի պաշտոնյա, մեթոդները քաղաքական են, կուսակցական են ընտրվելու, բայց կառավարման հետ էլ իհարկե առանց քաղաքականության չես կարող, բայց շփումները կուսակցություն չի ճանաչում, ավելի շատ անկեղծություն է ուզում, մարդիկ անկեղծության կարոտ են, այստեղ ես ավելի շատ հոգին եմ ուզում դնել, ու կուսակցությունը իհարկե անհրաժեշտ է քաղաքական միավորը, բայց մեր մոտ մի քիչ խառն է, բայց ես վստահ եմ, որ այդ բոլորը կարգավորվել է։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ վերջին հարցս, որովհետեւ ես նաեւ հետեւում էի վերջին շրջանում, ինչ ես եմ տեղադրում, դու ես տեղադրում, մարդիկ արձագանքում են եւ քանի որ նույնպես առաջադրվել է այս ցուցակում падգամավորների
մի կին Լյուբա Մկրտչյանը մեր շատ սիրելի հետևորդներից գրել էր եւ շատ ակնհայտ է, այսինքն սերն առ համայնք, քո որպես համայնքի ղեկավար բառն էլ չեմ սիրում, ախր բառեր կան, որ չեմ սիրում, հայրը, ծնողը, այդ ծառայությունը ոնց որ դու ներկայացնում ես, շատ այդ սերը հորդում է համայնքի հանդեպ եւ երևի պատճառը այդ է եղել այդ հարցի, որ արդյոք դուք պետք չեք ավելի քասախ համայնքին, որ առաջադրվել եք եւ պետք է դառնաք падգամավոր։ Այսինքն դա օգնելու է քասախին, թե խանգարելու է, ըստ ինձ թվում է Տիկին Լուբանը ճանապարհն է, ես եկել եմ մի կետ եմ հասել, որ իմ ճանապարհն է, չեմ ասես քաղաքական չեմ ուզում, շատ քաղաքական բաներ ենթատեքստեր պարունակի, կոնկրետ ասում ես իմ ճանապարհն է, ես ապա չեմ գնում, չգիտեմ ինչպես կստացվի, ես իմ գյուղը սիրում եմ ամեն դեպքում, իմ հոգին, իմ գյուղն է ու իմ երկիրն է։ Ես էլ եմ տենց կարծում։ Մտածում եմ, որ ես ամեն տեղ էլ, եթե մարդ նպատակ ունի, այդ նպատակը սիրով առաջ է տանում, միանշանակ այս շարունակությունը է։ Շատ լավ։ Որ ես թողել եմ այդ գյուղը գնամ կամ ես էլ եմ տենց կարծում։ Այդ կարևոր չի սպայն, կարևոր է աշխատանքն է, որ դու մտադրել ես անես ու սիրով անում ես։ Շատ լավ, շնորհակալ եմ, ես ասում եմ շնորհակալություն, բայց շրջում եմ տեսախցիկը իմ կողմը եզրափակելու համար, մեր լսարանը որպեսզի վերջին խոսքը նաև ասեմ, ուզում եմ ասեմ հենց Տիկին Լյուբայի այդ հարցը ինչով էր կարևոր, որ երբ որ կարա մարդը համայնքում լինի ակտիվ, որովհետև Իրանն է, բայց այլ աշխատանքի տեղ կորցնի եւ այն, արտակի տարբերակում ես իմ գոնե ժողովուրդը ում հետ իմ թագավորության շրջանակում ում հետ ես եմ շփվում այսքան տարի գիտեք որ երբևէ չեմ շռայլի խոսքեր գովեստի կամ գնահատանքի եթե մարդը անցած ճանապարհ չունի կամ իրական ներդրում կամ այդ սերը չկա կամ սերը կենացով չէ սերը գործով եւ այս ընթացքում հենց Արտակն էլ Լիլիթն էլ կփաստեն մենք երևի վերջին 2 տարվա մեջ 100-ից ավել գյուղեր ենք այցելել եւ այդ նվիրումը ես տեսել եմ նրանց աչքերում նրանց տանը, նրանց ընտանիքում եւ խոսք ունեմ, ասում եմ յուրաքանչյուրիս ընտանիքը, իմը, ձերը, յուրաքանչյուրինը ով նայում է մեր պետության փոքր մոդելն է։ Ինչպիսին մենք տեսնում ենք եւ ինչպիսին մենք կառուցում ենք մեր ընտանիքը, դա էլ մեր պատկերացրած Հայաստանի Հանրապետությունն է եւ ես տեսնելով նրանց տունը, նրանց ընտանիքը եւ վերջերս հետեւում եմ, ովքեր չեն հետեւում Արտակի էջին նայելով, կտեսնեն ինչպես է Թորնիկի հետ խաղում, ինչպես է Լիլիթը նկարում, այսինքն այն իրականությունը, ինչ որ կա համացանցում, այն հոլովակները, որը որ կա համացանցում, դա նրանց հենց իրականությունն է, առօրյան է, կենսակերպն է, որովհետև այդպես է մտածում Արտակը, որ իր ընտանիքը հենց կա Հայաստանի Հանրապետության փոքր մոդելը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք իմ ուղիղ եթերներին, խնդրում եմ կիսվեք, որպեսզի մեր միջոցառման մասին շատ մարդ իմանա եւ միանա եւ բոլորից սիրով սպասում ենք Քասախ համայնքում փետրվարի 15-ին երեկոյան 4:30-ին լինելու են անակնկալներ, երաժշտություն եւ ապրելու ենք միասին։ Շնորհակալ եմ, ամենալավն ու բարին եւ արև ձեզ։